Հռոմեացիներին ուղղված իր թղթում Սուրբ Պողոս առաքյալը սիրո մասին այսպես է խոսում. Սեր առանց կեղծիքի, ատելով չարը գնալ բարու հետևից։ Ատելություն կա, որ սիրո դրսևորում է։ Ատելություն կա, որ սեր է առ Աստված։ Եթե մենք ատում ենք չարը, մեր ամբողջ էությամբ, մեր ամբողջ կամքով, սրտով, հոգով մերժում ենք չարը, ուրեմն մենք սիրում ենք Աստծուն, որքան էլ այդ սերը տկար լինի, որքան էլ մենք թերանանք ամեն ինչի մեջ, միևնույն է մեր տկարության չափով սիրում ենք Աստծուն։ Բայց սերը դա միայն խոսք չէ, սերը գործ է։ Սուրբ Հակոբոս առաքյալը հավատի գործեր է պահանջում մարդուց։ Իսկ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է. նա է ինձ սիրում, ով պահում է իմ խոսքը, ով Աստծո պատվիրանն է պահում։ Ուրեմն հասկանալի է, որ սրանք բոլորը իրար հետ փոխկապակցված են։ Բայց ցավոք սրտի մեր ժողովուրդը այսօր չի տարբերում չարն ու բարին, լավն ու վատը, սուտն ու կեղծիքը ճշմարտությունից։ Այսօր ամեն մի տգետ կարողանում է մոլորեցնել մարդկանց, եւ ցավոք սրտի մարդիկ մեծ սիրով գնում են այդ մոլորեցնողների հետևից։ Կարծես թե մենք տեսնում ենք, որ երիտասարդությունն է ակտիվացել, բայց սրա մեջ էլ բայց կա։ Եթե երիտասարդությունը ակտիվանար սովորելու մեջ, կատարելու մեջ եւ գնար այն ճանապարհով, որ մեր հայրերն են մեզ ժառանգել եւ պատվիրել, որպեսզի հենց այդ ճանապարհով գնանք, սա շատ մի ուրախալի բան կլիներ։ Բայց ցավոք սրտի այսօր երիտասարդությունը առանց սովորելու, դեռևս աշակերտ չլինելով, արդեն ձգտում է ուսուցանել եւ մարդկանց սովորեցնել Աստվածաշունչ։ Ամենացավալին այն է, որ մարդիկ այսօր լսում են ավելի շատ ինքնակոչների, անհայտ ինչ-որ մարդկանց։ Մարդիկ մտածում են, որ կարելի է վստահել ինչ-որ բուժակների։ Այն մարդկանց, ովքեր ասում են, թե իրենք աղոթքներով բուժում են, որ իրենց աղոթքը զորեղ է, որ իրենց աղոթքը բուժիչ է, եւ հազարներով սկսում են հետևել։ Տեսնում ենք, որ տարբեր մարդիկ իրենց էջերում գովազդում են իրենց ծառայությունները։ Եկեք կաղոթենք, կբուժվեք, ձեր բիզնեսը ավելի լավ կլինի։ Տեսնում ենք անգամ մարդկանց, ովքեր իբրև թե բժիշկներ են, հոգեբաններ են եւ փորձում են Աստվածաշունչ մեկնել, նարեկացի մեկնել եւ մոլորեցնում են մարդկանց։ Այս բոլոր մարդիկ առանց ջանք թափելու մոլորեցնում են մեր ժողովրդին, որովհետև մեր ժողովուրդը մոռացել է իր հայրերի ճանապարհը, որովհետև մենք շեղվել ենք այն ուղիղ ճանապարհից, որը կոչվում է ուղղափառություն։ Մենք այսօր տեսնում ենք, որ եկեղեցում անգամ աղջիկները կանգնած ինչ-որ բաներ են բացատրում, ինչ-որ ուսուցումներ են տալիս մարդկանց, այսպես պիտի անենք, այնպես պիտի անենք, եկեղեցին այս է, այն է։ Այս ամենը իհարկե նրանց գործը չէ։ Եվ ընդհանրապես թե Աստվածաշնչով, թե կանոնագրքով չի կարելի, որպեսզի աղջիկը ուսուցանի կամ կինը կանգնի եկեղեցում եւ խոսք ասի։ Սակայն շատերի համար սա հոգևոր արթնություն է, բայց սա հոգևոր արթնություն չէ։ Այն, որ բոլորը սկսել են Աստվածաշնչից խոսել, այն, որ բոլորը Աստվածաշունչ են մեկնում, այն, որ բոլորը հոգևորից են խոսում, ճակերտավոր հոգևորից, սա ոչ մի լավ բանի չի տանում։ Մարդիկ լսում են հոգևորականին, բայց դրանից հետո մեծ սիրով լսում են այդ ինքնակոչ հոգեբաններին, ինքնակոչ աղանդավորներին, հերետիկոսներին, մի խոսքով մոլորեցնողներին։ Առաջ մենք ասում էինք, որ աղանդավորները ամեն ինչով սխալ են եւ նույնիսկ բոլորով հանդիմանում էինք, որ նրանց մոտ կանայք հովություն են անում, քարոզ են անում։ Ցավոք սրտի այդ նույն բանը տարածվում է մեր մեջ։ Այսօր մենք տեսնում ենք, որ շատ աղջիկներ իրենք ուսուցանող են կարգել
եւ մտածում են, որ պիտի Աստվածաշունչ մեկնեն, որ պիտի ուսուցանեն, որ պիտի առաջնորդեն մարդկանց, բայց այդ ամենը դեմ է ճշմարիտ հավատքին։ Եբրայեցիներին ուղված իր թղթում Սուրբ Պողոս առաքյալը մեզ ասում է, որպեսզի հավատարիմ մնանք մեր հայրերի հավատին։ Հիմա այդ հատվածը կարդամ։ 13-րդ գլխի 7-ից 8-րդ համարներում կարդում ենք. Հիշեք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծո խոսքն ասացին։ Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին, հետևող եղեք նրանց հավատին։ Եվ դրանից հետո մի կարևոր խոսք է ավելացնում. Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Այսինքն, եթե ձեր հայրերին, ձեր սուրբ հայրերին, այսինքն մեր սուրբ հայրերին, Աստված իր վարդապետությունը տվեց, նրանց միջոցով տվեց մեզ ճշմարիտ ուսմունքը, ճշմարիտ հոգևոր կյանքի ճանապարհը ցույց տվեց։ Եվ դրանից հետո հայտնվել են մարդիկ, ովքեր այլ բան են ասում, սա պիտի նշան լինի մեզ համար, որ սրանք մոլորեցնողներ են։ Բայց որպեսզի մենք հասկանանք, որ սրանք այլ բան են խոսում, նախ եւ առաջ մենք պիտի հասկանանք եւ իմանանք, թե մեր հայրերը ինչ են ասել։ Եվ Սուրբ Պողոս առաքյալը ասում է Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Այսինքն Աստված փոփոխական չէ։ Աստված չի կարող ասել 1000 տարի առաջ ճշմարտությունը այս է, եւ 1000 տարի հետո մտափոխվի ու ասի չէ, լավ, սա չէ։ Ամեն մեկը թող իր մտքով մեկնի, ամեն մեկը ոնց ուզում է թող հասկանա։ Աստված ճանաչողությունը հիմնված է աստվածային հայտնության վրա։ Այսինքն մեր հայրերը աստվածային հայտնությամբ է, որ տվել են մեզ եկեղեցու վարդապետությունը, դավանությունը եւ մնացած ամեն ինչը։ Ամեն մի բան, որը շեղվում է այս ամենից, սխալ է եւ մոլորություն։ Այսօր շատերը շեղված լինելով այս ամենից, քարոզում են իրենց միտքը, իրենց կարծիքը, փորձում են իրենց մշակած մեթոդներով մարդկանց իբրև թե մոտեցնել հավատին, բայց պիտի հասկանանք, ինչ հավատի մասին է խոսքը։ Այն հավատի, որ մեր ամփոփող Տեր Հիսուս Քրիստոսը առաքյալների միջոցով տվեց մեզ, թե ինչ որ նոր հորինված հավատ, որը կապ չունի Աստվածաշնչի հետ, թեկուզ եւ Աստվածաշնչից են խոսում, թեկուզ եւ կարող են Սուրբ Գրիգոր Նարեկացի վերցնել եւ իբրև թե մեկնել Սուրբ Գրիգոր Նարեկացու գրածները։ Եկեղեցու Սուրբ հայրերի գրվածքները շատերին դուր չեն գալիս, որովհետև եկեղեցու հայրերը շակերտների մեջ ասված մերկացնում են մարդու հոգին։ Այսինքն մարդը կարդալով հայրերին տեսնում է, որ իր հոգին մերկ է առաքինություններից եւ պատված է մեղքերով։ Եվ Սուրբ հայրերը այդ քողը, սպիտակ քողը, որի տակ մեղքերի բուրգն է, հանում են, մերկացնում են հոգին, եւ մարդը սկսում է տեսնել այդ մեղքերի բուրգը։ Ցավոք սրտի, այսօր շատերը այդ ամենը արհամարում են։ Բայց եթե մենք կարդանք սրբերի, սրբուհիների վարքերը, մենք կտեսնենք, որ սատանան իր ամենազորեղ զենքը համարում է հերետիկոսությունը, աղանդավորությունը եւ մոլորությունը։ Երբ որ մեր սրբերին տանջում էին հանուն Տեր Հիսուս Քրիստոսի, որպեսզի նրանք ուրանան, երբ նրանց ձեռքի մեջ խունկ էին դնում եւ ասում էին, որ ուղակի գցեք կրակի մեջ, որպես զոհ կուռքերին, նրանք ամուր սեղմում էին իրենց բռունցքը եւ անգամ ձեռքը այրելով խունկը ձևական անգամ չէին գցում կրակի մեջ, որպեսզի չլինի թե պաշտամունք մատուցեն չաստվածներին, կուռքերին։ Երբ որ Սուրբ Անտոնանապատականի մասին ասացին, թե իբրև արիոսականներին հավանություն է տալիս, նա ով գերադասում էր անապատներում ճգնել եւ ընդհանրապես մարդկանց մեջ չրևալ, թողեց իր խուցը, թողեց անապատը եւ գնաց նզովեց ու հանդիմանեց արիոսականներին եւ ասաց, որ երբեք մոլորությանը տեղի չի տվել եւ չի էլ տա, հավանություն չի տա։ Սա նշանակում է, որ մեր հայրերը պատրաստ են եղել մեռնել,
պատրաստ են եղել իրենց կյանքը դնել հանուն ճշմարիտ հավատի, որովհետև երբ որ նրանց մեղադրում էին տարբեր մեղքերի մեջ, նրանք լռում էին, խոնարհաբար ընդունում էին, որ այո, ես աշխարհի ամենավատ մարդն եմ, բայց երբ նրանց մեղադրում էին հերետիկոսության եւ աղանդավորության մեջ, նրանք սկսում էին պաշտպանվել եւ հանդիմանել սուտ ուսմունքն ու աղանդավորությունը։ Սրանով իսկ ցույց տալով մեզ, որ մեզ համար ամենակարևոր բանը պիտի հավատի մաքրությունը լինի, վարդապետության ճշմարտությունը լինի, եւ ոչ թե ամեն մեկին լսենք եւ ամեն մեկին ականջ դնենք։ Եթե դուք լսում եք ամեն մեկին եւ անծանոթ մարդու ասածին ականջ եք դնում առանց հասկանալու թե ով է սրան ընդհանրապես թույլտվություն տվել, որ քարոզանի, ով է այս մարդուն իրավասություն տվել, որ մարդկանց մեջ աստվածաշունչ մեկնի կամ նարեկացի բացատրի։ Ինք արդյոք հասկանում է նարեկացին ինչ է գրել, թե ըստ իր հիվանդ երևակայության ինչ որ բաներ է մեկնում, նույնն էլ աստվածաշունչը։ Սա արդեն իսկ նշանակում է, որ մարդիկ իրենք տգիտության մեջ են եւ տգիտությունը իրենց քաղցր է թվում։ Տգիտության պատճառով է, որ մարդիկ մտածում են, թե աստվածաշունչ կարդալը, զուտ ուղակի կարդալը իրենց մոտեցնելու է Աստծուն։ Եթե մենք ծանոթ ենք տառին, բայց հոգևոր կողմը չենք հասկանում, այլ ընդհանրապես տառն է մեր մտքում տպավորվում, մենք Աստծուն չենք մոտենալու։ Աստվածաշունչ կարդալ իհարկե պետք է, բայց դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ Աստվածաշունչը ու կատարել հասկացածը։ Եվ ոչ թե ամեն օր ուղղակի Աստվածաշունչ կարդալ եւ մտածել, որ ես ինչ մեծ գործ եմ արել։ Ամեն օր Աստվածաշունչից հատվածներ եմ կարդում։ Հետո աղանդավորներն էլ կարդում են Աստվածաշունչը եւ շատերից լավ գիտեն, բայց մնում են աղանդավոր։ Սատանան բոլորից լավ գիտի Աստվածաշունչը, անգիր գիտի ամեն մի տառը, բայց մնում է սատանա, չի փոխվում։ Որովհետև Աստվածաշունչ հասկանալու համար նախ աստվածային շնորհ է պետք, խոնարհություն է պետք, հեզություն է պետք, հայրերին հնազանդվելու ունակություն է պետք, հայրերի խոսքով առաջնորդվել է պետք, եւ ոչ թե ուղղակի բողոքական աղանդավորների նման վերցնել Աստվածաշունչը կարդալ եւ մտածել, թե մեծ գործ եմ արել, Աստվածաշունչ կարդացի։ Նարեկացի կարդալու համար իսկապես ապաշխարություն է պետք, ապրել է պետք ապաշխարությամբ, ուղղվել է պետք։ Մասնակից մի եղեք այդ ինքնակոչ մարդկանց մեղքին։ Ոչ միայն նրանք, ովքեր մոլորեցնում են, այլ նաեւ ովքեր հավանություն են տալիս եւ տարածում են այդ ամենը, նույն մեղքի մեջ են, չափաբաժինն ունեն իրենց այդ մեղքի մեջ։ Մի դարձեք այդ մարդկանց զոհը, մի դարձեք սատանայի որս։ Ձեզ ամեն կերպ մոլորեցնում են, եւ քանի գնա ավելի է շատանալու։ Տեր Հիսուս Քրիստոսը ասել է մեզ, առաքյալները ասել են մեզ, որ ժամանակների վերջում, որքան ժամանակները առաջ գնան, այնքան մոլորություն է տարածվելու։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ների մասին խոսելով ասում է, որ անգամ եկեղեցու սպասավորներին, հոգևորականներին, վարդապետներին պիտի մոլորեցնի, այսինքն տգիտությունը այնքան պիտի տարածված լինի, ուղղափառությունից այնքան շեղված պիտի լինեն մարդիկ, որ ները պիտի գա եւ անգամ վարդապետությամբ պիտի մոլորեցնի մարդկանց։ Բայց դրանից առաջ նրա կարապետները պիտի գան, սուտ մարգարեներ պիտի լինեն, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսն է ասում, ինչպես Պետրոս Առաքյալն է ասում, ինչպես Սուրբ Պողոսն է ասում, որ հերձվածողներ պիտի լինեն, մոլորեցնողներ, սուտ ուսուցիչներ, ովքեր իրենց որովայնի ծառան պիտի լինեն, ովքեր պիտի իրենց հիվանդ երևակայությամբ եւ հերետիկոսական ուսմունքներով մոլորեցնեն շատ շատերին։ Եվ այդ ամենը հայ ազգի մեջ կատարվում է։ Ոչ միայն հայ ազգի, ամբողջ աշխարհում, բայց ես խոսում եմ մեր ազգի մասին, որ դեռ վաղուց հեռացել է ուղղափառությունից եւ կամաց դառնում է բողոքական երկիր։ Որքան էլ թվա թե գնացինք, հավաքվեցինք, մայրաթոր պաշտպանեցինք, հետո
խաչերտների գնացինք, խաչերտները զբոսանք չեն։ Տեսնում ենք անգամ խաչերտներին մարդիկ ինչպես են մասնակցում, գլխաբաց, զրուցելով եւ այլն եւ այլն։ Բայց դա այդպես չպիտի լինի։ Եվ անգամ այն ամեն ինչ, որ մեզ թվում է հոգևոր, շատ բաներ դրանից հոգևոր չեն, ուղղակի թվում է, թե հոգևոր է։ Հոգևոր լինելու համար, մոտենալու համար հոգևորին հարկավոր է հոգևոր մարդկանցից սովորել, ովքեր հոգևոր կյանքով են ապրել։ Դրանք են սրբերը եւ ոչ թե հոգեբանները, ինչ որ ինքնակոչ նարեկաբույժներ, երիտասարդ աղջիկ տղաներ, ովքեր նստում են տեսախցիկի առջև եւ իրենցից բաներ հորինում, իրենց կրքերին համապատասխան քարոզներ անում եւ մարդկանց տանում ավելի մեծ մոլորության։ Սրա պատճառով մենք կործանվում ենք։ Սրա պատճառով կորցնում ենք մեր սրբությունները։ Սրա պատճառով մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ազատ կարողանում են ասել «Ղալաթ է արել»։ Մեր իսկ երկրում Տեր Հիսուս Քրիստոսի մեր փրկչի մասին այդպես են խոսում քաղաքական գործիչները։ Կամ այլ քաղաքական գործիչների հավասարեցնում են Տեր Հիսուս Քրիստոսին եւ փրկիչ ասում մարդիկ։ Կռապաշտություն, աղանդավորություն, հեթանոսություն եւ այլն եւ այլն։ Էզոթերիկա, կրոնախառնություն, մարդիկ յոգան կարողանում են խառնել քրիստոնեության հետ, որը հոգևոր շնություն է։ Այսինքն մարդիկ սիրում են ամենայն չարիք։ Ինչպես Սաղմոսում է ասում, որ բոլորը խոտորվեցին, չկա մեկը, որ բարիք է գործում։ Հիմա մենք ազգովի խոտորվել ենք։ Մենք ազգովի բողոքականություն ենք ընդունում, ուղղափառությունից հեռանում ենք, տարբեր կրոնների ազդեցության տակ ենք հայտնվել, հասել ենք նրան, որ կուռքին համեմատում են տիրամոր հետ, կամ տիրամորը մայր աստվածություն են կոչում, որ երբեք եկեղեցին տիրամորը որպես աստվածուհի չի ընդունել եւ երբեք չի ասել, որ նա աստվածուհի է, այլ հստակ է, որ եկեղեցին միշտ ուսուցանել է, որ մարդացյալ որդու մեր փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի մայրն է, աստվածածին է կոչվում։ Մի խոսքով, մոլորության մի շատ զորեղ ոգի է իջել հայ ժողովրդի վրա, եւ հայ ժողովուրդը սիրով խաբվում է։ Չի ուզում լսել իր հայրերի խոսքը, չի ուզում շարունակել իր հայրերի ճանապարհը։ Այդ պատճառով, քանզի մենք բոլորս ամենքս մեր չափով սիրեցինք մոլորությունը, Աստված ցույց չտվեց իր սրբերին մեր մեջ։ Ես համոզված եմ, որ հայ ազգի մեջ դեռևս հիմա էլ տարբեր տեղերում եւ ոչ միայն մեր ազգի, այլ տարբեր ազգերի մեջ կան թաքնված սրբեր, որովհետև մեր հայրերը դրա մասին ասել են։ Բայց Աստված նրանց թաքցնում է մեզանից, որովհետև ցավոք սրտի մեր ազգը սրբություն գնահատել չգիտի, ընդհանրապես սրբություններին վերաբերվել չգիտի։ Անգամ եկեղեցի հաճախելու մեջ տարբեր եւ բազում հարցերում թերանում է։ Եկեղեցու մեջ պահելաձևը, հոգևորականների հետ շփվելը եւ մնացած շատ այլ բաներ։ Եվ որպեսզի խոսքը շատ չերկարացնեմ, ուզում եմ ուղղակի ասել, որ եթե այսպես շարունակվի, մենք շուտով կդառնանք բողոքական երկիր, որովհետեւ Աստված ազատ կամքի դեմ չի գործում։ Շատերը ասում են Աստված այսպես կանի, Աստված այնպես կանի, Աստվածաշնչում այս խոստումը կա, Աստվածաշնչում այս խոսքը կա, ժողովուրդ տեսեք ինչ է գրված, բայց Աստված ազատ կամքի դեմ չի գործում, եթե մեր ազգը ընտրում է այս ճանապարհը, Աստված կարող է խրատել եւ խրատեց։ Աստված կարող է զգուշացնել եւ զգուշացրեց, բայց բռնությամբ մեզ ուղիղ ճանապարհով չի տանելու, չի բռնանալու մեր ազատ կամքի վրա։ Եվ մեր ազգը այսօր անգամ նրանք, ովքեր եկեղեցի են հաճախում, մեծ մասը, շատ շատերը նախընտրում են բողոքական ոգին, անգամ եկեղեցի հաճախելով բողոքական ոգով են լցված։ Չեմ խոսում նրանց մասին, ովքեր ընդհանրապես հեռու են եկեղեցուց։ Աղանդավորություն եւ մոլորություն։
երկնքի արքայության ճանապարհը ծուռումուռ ճանապարհ չէ, այն ուղիղ է, փշոտ է, դժվարին է, բայց ծուռ չէ։ Իսկ եթե մեր ազգը ընտրում է ծուռ ճանապարհը, ուրեմն ոչ մի լավ բանի չի հասնի, ոչ այս կյանքում, ոչ էլ հավիտենական։ Հաճախ մենք լսում ենք. ապաշխարենք, որ մեր հողերը հետ բերենք, ապաշխարենք, որ Արցախը հետ գա, ապաշխարենք, որ ամեն ինչ կապում ենք այս աշխարհի հետ, բայց միթե չպիտի ապաշխարենք, որ երկնքի արքայություն մտնենք։ Միթե առաքյալը չի ասում, որ բազում դժվարությունների միջով անցնելով պիտի երկնքի արքայություն մտնենք։ Մենք ապաշխարենք, մենք Աստծու կամքով ապրենք, մենք ուղղափառ եկեղեցու զավակ լինենք եւ ուղղափառ կյանքով ապրենք բոլորս։ Աստված ինքը արդեն կորոշի, երբ եւ ինչպես Արցախը հետ բերի, մեր մնացած հողերը արդյոք մեզ հետ տա չտա, մեր խնդրանքը լսի չլսի, սա այլ հարց է արդեն։ Եթե մեր սիրտը ցավում է քանդված եկեղեցիների համար, բայց չի ցավում, որ մենք պիտի լինենք Սուրբ Հոգու բնակարան եւ տաճար, բայց այսօր մենք այդ քանդված տաճարն ենք, որի մեջ Սուրբ Հոգին չի կարողանում բնակվել, քանզի մեղքերի մեջ թաթախված ենք եւ հաճախ անգամ չենք էլ ուզում այդ մեղքերից հեռանալ եւ Աստծո ուղիղ ճանապարհով ընթանալ, ուրեմն մենք չենք հասկանում, թե ինչ բան է քրիստոնեություն, թե ինչ է Աստված մեզանից ուզում, թե ինչու են այդ եկեղեցիները քանդվում։ Եկեղեցիները քանդվում են, որովհետև մենք որպես տաճարներ, որպես Սուրբ Հոգու բնակարան եւ տաճար քանդված ենք։ Սատանան կողոպտել է մեզ եւ մեղքերի մեջ գցելով հեռացրել Աստծուց։ Եվ մենք դա չհասկանալով ողբում ենք նրա համար, որ եկեղեցիներ են քանդվում։ Եկեղեցիները քանդվում են, որովհետև մենք որպես Աստծո տաճարներ դեռ շատ վաղուց քանդված ենք եւ երևի թե անգամ չենք էլ մտածում դրա մասին։